Առաջարկում եմ հետևյալ ծրագիրը։ Կտրիչ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը, որևէ ամուսնացյալ բարևար քահանա նշանակվում է կաթողիկոսական տեղապահ, ով բնականաբար չի կարող հավակնել կաթողիկոսի գահին։ Երկրորդ, կաթողիկոսական նոր ընտրությունները տեղի չեն ունենում, քանի դեռ կանոնագիրք հայոցի հիման վրա չի հաստատվում հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ եւ բոլորին հասկանալի փաստաթուղթ։ Ներկայումս կանոնագիրք հայոցի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձևավորվել են 17-րդ դարում, եսիմ եւ վանից։ Երրորդ, կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն, որի ընթացքում կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարկությունը ստուգվելու է։ Ձերը չի ստուգվում, ձեր բարեվարկությունը նախարար նշանակվելուց, բայց բանինը պիտի ստուգվի, կաթողիկո ինքը պետք է ստուգի, դե անալիզ, ինքը ձևը գիտի, բան պիտի դաս անալիզ հանձնես Նիկոլի մոտ, մեզի կլի, կեղտի կլի, այրան կլի, կապ չունի, պիտի հանձնես, ու կաթողիկոսի թեկնածուների բարեվարկությունների ստուգման համապատասխանության ընտրությունների անցկացման ընթացակարգը պետք է հաստատվեն կանոնական, այդ սրանից ավել միջամտություն, էլ ինչ պիտի անի, որ դու հասկանաս, որ պետությունը միջամտել է եկեղեցու գործերի